եկեղեցին հարսն է, հա? Հովանես Մկրտիչն էլ ասում է, ես Փեսան չեմ, ես Փեսայի բարեկամն եմ եւ ուրախ եմ Փեսայի համար, որ հարսին պետք է հասնի։ Եկեղեցին Քրիստոսի հարսն է։ Որ եկեղեցին Քրիստոսի հիմնած եկեղեցին, հա? Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ինչը կարող է հարսին Փեսայից խլել։ Երբ որ մենք Փեսային թողնում ենք, շնանում ենք, հա? Սիրուհի ենք գտնում։ Հա? Այդ սիրուհիներն ովքեր են? Աղանդավորներն են։ Այդ սիրուհիները ոնց պետք է մեզ գրավեն։ Պետք է նմանվեն հարսին։ Ամեն կերպ պետք է իրեն հարսի տեղ դնեն։ Տեսնեք աղանդավորները անընդհատ իրենց փոխում են, իրենց վարդապետություն ասեմ, իրենց ծիսարարողակարգ ասեմ։ Իրանք իրանցը չունեն, դատարկ են, սնամեջ են, ունայն են։ Չունեն, բայց ինչ որ մի ձևով պետք է գրավեն մարդկանց, հասկանում ես։ Իրենց հարսի տեղ պետք է դնեն, բայց իրենք սիրուհի են, հարս չեն։ Եվ ինչպես պետք է գրավեն։ Ամեն ձև պետք է նմանվեն հարսին։ Ժամանակի խաչի չէին ընդունում։ Հիմա սկսել են խաչեր կանոնեցնել։ Չէին խաչակում։ Հիմա ասում են դե ոչինչ, կարող ես խաչակնքվել։ Ամեն կերպ իրենք ուզում են նմանվել։ Ամեն կերպ ուզում են կապկել եկեղեցուն։ Նպատակն ինչ է, որպեսզի գրավեն, խաբեն։ Բայց մենք իմաստուն պետք է լինենք։ Մենք պետք է հասկանանք, որ մենք հարս ենք։ Մենք սիրուհի չենք ուզում լինենք։ Հետո ինչը կարող է բաժանվել, ինչ որ Աստված միացրեց մարդը թող չբաժանի։ Եթե ինչ որ մեկը մեզ Քրիստոսից կբաժանի ու կտանի ուրիշ մեկի մոտ, ուրեմն մեզ բաժանեց, ինչը կարող է բաժանել, մեղքը կարող է բաժանել, հերձվածը կարող է բաժանել, մեզ Քրիստոսից հեռացնել։ Պատկերացնում եք մեկը մեկ անգամ ծնվել է մկրտության ավազանից։ Գնում է երկրորդ անգամ, չգիտեմ, ցեխաջրերի մեջ մկրտվել էլ չասեմ, լվացվում է դուրս է գալիս։ Դուրս եկավ ինքը բաժանվեց, Քրիստոսից հեռացավ, իր սուրբ ծնունդը ուրացավ։ Տեսեք ինչքան վտանգ կա, չի կարելի։ Մենք Քրիստոսի հարսն ենք եւ որևէ մեկը թող մեզ չհեռացնի Քրիստոսից։ Եվ մենք մեզ չենք պատկանում, պատվականարյամբ ենք գնված եւ մկրտությունն ինչ է, Քրիստոսի հետ թաղվում ենք, երեկօրյա թաղումն է եւ հարությունն է։ Մեկ անգամ թաղվեցինք, մեռանք Քրիստոսի հետ, վերջ։ Այլևս չպետք է մկրտվենք, հարություն առանք եւ Քրիստոսի խաչն ենք անում, եթե երկրորդ անգամ ենք մկրտվում եւ խայտարակ ենք անում Տիրոջը, ինչպես ասում է Պողոս առաքյալը։ Ինչպես կարող ենք թողության արժանանալ։ Ուրեմն զգույշ լինենք, մենք Տիրոջ եկեղեցու հիմքի վրա հիմնված, Սուրբ եկեղեցին ենք հավատքի հիմքի վրա հիմնված եւ չուրանանք մեր Տիրոջը։ Ամեն։